լավ է ուշքան երբեք։ Երևի ամենասարսափելի, ամենացավոտ պահը այն է, երբ գնացի, որ գտիս ներսի սիլիկոնները հանեին, երևի երկրորդ կամ երրորդ օրը վիրահատությունից հետո, ու նախորդ վիդեոներ չէի նայել, որովհետև չէի ուզում նախապես վախենալ ու նաև հանելու ընթացքում վախենալ, ավելաբար մի անգամ վախենայի, ու գնացի չիմանալով թե ինչ է սպասում, ենթադրելով, որ լավ տեսքան երկարությամբ սիլիկոնները պիտի հանգիստ դուրս գար։ Պարզվեց այդ հանելու ընթացքում այնպիսի զգացողություն է, որ կարծես նաև ուղեղս այստեղից հանում են մինչև դուրս։ Հետո հասկացա, որ դա միայն մեկը չի, պիտի երկրորդ անգամ դա անեն։ Մինչև դա հասկացա, մինչև կփորձեի մարսել, արդեն բժիշկը հանեց շատ արագ ու սկսեցի լացել, որտեվ նորմալ էր։ Այլ բան չէի կարող։ Հետո գրեթե ամեն 3 օրը 1, 3-4 օրը 1 ես գնում էի հիվանդանոց, որ իմ գիպսը փոխեին։ Լսել էի, որ բժիշկը շատ հաճախ է գիպս դնում, փոխում ու ավելի երկար ժամանակ է փոխում, քան այլ բժիշկներ, հավանաբար որպեսզի հիմնական տեսքը պահի ու չէր թողնում կամ խորհուրդ չէր տալիս մասաժներ անել, որովհետև ինչ կար ու ինչ որ փոխելու ոչինչ չէր փոխելու այդ մասաժը։ Ուղղակի լսեցի բժշկի խորհրդին, գնացի գիպս փոխելու, ամեն անգամ բնականաբար երբ որ քթի վրայից հանում են այդ գիպսը, շատ ցավոտ է, որովհետև այդ բային չոր է, տակից ներքևից ինձ հանում են, մի խոսքով ոչ հաճելի զգացողություն է, ամեն անգամ երբ որ հանում էին, ասում են հա ոնց էր, ու այդ պահին ես ոչ թե մտածում էի քթի արտաքին տեսքի մասին, այլ որ ինձ չցավացնեն, ու ժամանակ էլ չունեի նայելու կամ ինչ որ նկարներ անելու, միայն հայլով արագ նայում էի, իրենք միանգամից նորից գիպսը դնում էին։ Թռիչքի նախորդ օրը գնացի, որ վերջին գիպսը հանեն, բայց երբ որ գիպսը հանեցին, տեսամ, որ գիծս ուղիղ չէր, ծուռ էր, այն ուղղությամբ, որով որ թեքված էր իմ բնական գիծը, նույն ուղղությամբ դեռ ծուռ էր, ու բժիշկը որոշեց մի անգամ էլ դնել գիպս ու հանել թռիչքից մի քանի ժամ առաջ։ Այդպես էլ արեցինք, շատ ցավոտ էր վերջին անգամ հանելը, որովհետև հենց նոր դրած գիպս էր ու շատ ցավոտ էր, բայց ուրիշ տարբերակ չկար, պիտի սպասեի համբերեի, հանեին ու այդպես հանեցին, թողեցին վրայի պլաստերները ու այդպես գնացի օդանավակայան։ Վերջին անգամ երբ որ գիպսը հանեցին, ես տեսա, որ քիթս ուղիղ չէր 100%-ով, այլ դեռևս թեքվածություն ուներ։ Երևի դրան պատրաստ էի, որովհետև ես սովոր էի իմ բնական քիթը տեսնել ծուռ ու երևի թե այլ ակնկալիքներ չունեի, ու այդ բանին ավելի շատ մտածում էի ցավ չունենալու մասին, քան թե քթի արտաքին տեսքի մասին, բացի դրանից բժիշկը ասել էր, որ հնարավոր է ժամանակի ընթացքում փոփոխություններ տեղի ունենա ու ինչ որ տեսնում ես այս պահին դա վերջնականը չէ, պիտի սպասես մի որոշ ժամանակ, մի քանի ամիս, նայած ինչ արագությամբ դու կվերականգնվես ու մոտ մի տարուց վերջնական տեսքը կունենաս։ Արդյունքները ու ինչպես եմ հիմա զգում ինձ։ Էսթետիկ տեսքը նախ եւ առաջ, կարծում շատ ու շատ ավելի լավ է հիմա այս քթով, քան նախորդ բնական քթով, որը որ բնականից ծուռ էր։ Շնչառական խնդիր չեմ ունեցել, միշտ լավ շնչել եմ, ուղղակի խնդիրը միայն էսթետիկ էր ու հենց նման տիպ վիրահատություն է, որ արել եմ։ Հիմա երբեմն երբ որ շնչում եմ, զգում եմ, որ ամբողջությամբ այնքան բաց չէ քթանցքերս, ինչքան որ ժամանակին էր, բայց ոսկե միջին տարբերակն էր սա։ Ֆիզիկական ակտիվությունը։ Ես սովորաբար գնում եմ ջիմ ու շաբաթական մոտ 2 անգամ ու վիրահատությունից հետո գիտեի, որ չեմ կարողանալու գնալ գոնե 1-2 ամիս։ Վիրահատությունից 1 ամիս անց գնացի ուղղակի քայլելու ջիմում ու թեթև սթրեչինգ անելու, երբ որ սկսեցի մի քիչ արագ քայլել, զգացի, որ արդեն զգում եմ քթիս պուլսացիան, երակները զգում էի ներսի ու այդ պահին ուղղակի դադարեցնում էի։ Վերադարձա ջիմ, դրանից 2 շաբաթ անց շատ ավելի լավ էր, թեթևացել էր, այդքան արագ պուլսացիան չէի զգում ու դեռևս քաշ չէի բարձրացնում։ Թողեցի անցավ ընդհանուր մոտ 2 ամիս, կամաց սկսեցի քաշեր բարձրացնել ու արդյունքում երևի տևեց մոտ 5 ամիս, 4-5 ամիս, որ ես կարողանամ գրեթե հետ վերադառնալ իմ նախնական քաշերին, որը որ բարձրացնում էի ու որևէ թուլություն կամ պուլսացիա չզգալ քթիս հատվածում։ Քնելը շատ կարևոր է բոլորիս համար։ Ինչպես սկզբում նշեցի, մեջքի վրա քնելը պարտադիր է քթի վիրահատությունից հետո, չեք կարող թեքվել անջ, չեք կարող թեքվել ձախ, որովհետև քիթը կարող է փոխել իր ուղղությունը
Եվ եթե սովոր չեք մեջքի վրա քնելու, նախորդ սովորեք, որովհետև առանց դրա շատ դժվար կլինի։ Բացի դրանից, երբ որ սկզբնական շրջանում քիթը փակ է ու բերանով էի շնչում, բերանից ներսը չորանում էր ու ես զարթնում էի, արթնանում էի պահի տակ ու պարտադիր մոտս ջուր էի պահում, որ կարողանամ միանգամից խոնավեցնել կամ ջուր խմել, որ հետո կարողանամ նորից քնել։ Սկզբնական շրջանում սա տևում էր շատ տևեց մոտ 1 ամիս, հետո կամաց աստիճանաբար անցավ, երբ որ քթանցքերս ավելի շատ բացվեցին։ Խորհուրդներ նրանց, ովքեր որ պատրաստում են նմանատիպ վիրահատության գնալ կամ ունեն ընկերներ, ծանոթներ, ովքեր որ պատրաստում են վիրահատել իրենց քիթը։ Ժամանակ տվեք որոշմանը, որովհետև եթե արագ որոշում կայացնեք, հնարավոր է լինի էմոցիոնալ որոշում եւ չկարողանաք տվյալ պահին սառը դատել իրավիճակը ու հնարավոր է շատ սխալ որոշում կայացնեք, դրա համար ժամանակ տվեք որոշմանը։ Ժամանակ տվեք որոշմանը։ Ընտրեք որակավորված մասնագետ, որովհետև ավելի լավ է որակավորված փորձառու ու մի քիչ էլ թանկ մասնագետ լինի, քան դուք ստիպված լինեք երկրորդ անգամ վիրահատվել ու շատ ավելի շատ գումար վճարել, էներգիա վատնել ու հոգեպես ավելի վատ զգալ։ Իրատեսական սպասելիքներ ունեցեք, որովհետև եթե դա չլինի, ապա հետագայում շատ հիասթափվելու եք ու մտածելու եք ինչու արեցի, խոսքով փոշմանելու եք, որ արել եք վիրահատություն։ Իսկ եթե իրատեսական լինի ամեն ինչ, նույնիսկ եթե 10%, 20% շեղում լինի ձեր ակնկալիքներից, հավատացեք շատ ու շատ ավելի հեշտ կլինի դա մարսել։ Հոգեբանորեն պատրաստեք վերականգնման ընթացքին, հետվիրահատական ընթացքին։ Եթե աշխատում եք, ուրեմն իմացեք, որ գոնե մի ամիս չպիտի աշխատեք։ Ես քանի որ on-line դաս էի տալիս այդ շրջանում, վիրահատության 5-րդ օրը արդեն ֆիզիկապես ի վիճակի էի 1-2 ժամ on-line աշխատել, բայց բնականաբար ուսանողներից հետ համաձայնեցնելուց հետո եթե այլ աշխատանք ունեք, որ պիտի անպայման գնաք օֆիս կամ ինչ-որ մարդկանց հետ շփվեք, խոսեք, կարծում եմ ձեզ պիտի ժամանակ տրամադրեք 1 ամիս կամ 2 ամիս։ Եթե երեխա ունեք տանը, ով հնարավոր է հարվածի ձեր քթին, պիտի պատրաստ լինեք նաև դրան, զգույշ լինեք, որովհետև այդքանի միջով անցնել հետո հարված ստանալ քթին ուղղակի չարժե։ Ու ամենակարևորը չկա փոքր վիրահատությունը պիտի դրան պատրաստ լինեք, եթե ինչ-որ մի բան սխալ գնա, հնարավոր է ձեր կյանքի որակի ու ընդհանրապես կյանքի վրա ազդի։
Շնորհակալություն, որ դիտեցիք այս տեսանյութը, հուսամ ինչ-որ կերպ այն օգտակար էր։ Եթե ունեք ծանոթներ, ովքեր հետաքրքրված են, կարող եք ուղարկել սա իրենց։ Եթե հարցեր ունեք, գրեք կոմենտներում, կփորձեմ պատասխանել։ Առաջիկա վիդեոները հիմնականում նախատեսված կլինեն այն թեմաներին, որոնք որ Չինաստանի մասին են կամ կյանքի մասին, որը որ Հայաստանից դուրս է։ Եթե հետաքրքրում են նման թեմաները, կարող եք բաժանորդագրվել։ Bye, 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 bye.